Մայիսի 2-ից 3-ը Նինոց-Մինդայի մարզահամալիրում տեղի կունենա սեղանի թենիսի Սամսխե Ջավախեթիի բաց առաջնություն, որին կարող են մասնակցել բոլոր տարիքի թենիսիստները, իսկ ավելի հստակ տեղեկություն ստացանք սեղանի թենիսի մարզիչ Աշոտ Սողոյանից։ Մայիսի 2-ից 3-ը, ինչպես եւ ամեն տարի, այս անգամ էլ անցկացվում է բաց առաջնություն, այս անգամ Սամսխե Ջավախեթի բաց առաջնությունն է, քանի որ առաջի անգամ այս տարի կմասնակցեն նաեւ Աջարիայի հավաքականի թենիսիստներ, ինչպես գիտենք, նրանք եւ Թբիլիսին սեղանի թենիսի բնակավարում հանդիսանում են առաջադար խաղացողներ եւ այս անգամ շատ ավելի դժվար կլինի մեր թենիսիստներին, հուսով եմ նրանք պատվով հանդես կգան եւ չեն զիջի իրենց առաջադար դիրքերը, պետք է մասնակցեն 3 տարիքային խմբերով, առաջի փոքր գերծեր տարիքային խմբերի մեջ կմասնակցեն 2016, 15 եւ 14 թվականների թենիսիստները, երկրորդ տարիքային խումբն է 2011, 12, 13, իսկ 10 թվական եւ ավելի մենձերը ընդգրկված են երրորդ մենձերի խումբը։ Մասնակցում են Ծալգայից, բացի մեր Սամսխե Ջավախեթից, մասնակցում են նաեւ Ծալգայի եւ ինչպես արդեն ասացի Աջարիայի հավաքական թիմերը։ Հիմնականում մասնակցում է մեր մարզադպրոցի սաները, բայց մեր քաղաքապետարանն է այս մրցումները կազմակերպել, կարող են մասնակցել բոլորը, քանի որ եղել են նման դեպքեր, որ ընդգրկվելով օրինակ նախորդ անգամ ազատության խաղերին նվիրված մրցումներին տեսանք, որ Գոլելովկայի թիմի աշակերտներից լավ խաղացողներ կան, նրանք ընդգրկվեցին, գրանցված են արդեն մեր մարզադպրոցում եւ զբաղվում են իմ մոտ։ Այդպես էլ այդ մրցումներում ի հայտ կգան խաղացողներ, այնպես որ բոլորն էլ ցանկացողները կարող են մասնակցել եւ հույսով եմ նորից նոր ավելի ուժեղ թենիսիստներ ի հայտ կգան։